Առողջապահության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Կառավարությունն առաջարկում է հիմնարկում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել Արմավիր քրեակատարողական հիմնարկում ստեղծված քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի նոր տեղամասում։ Իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բուժումը հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն մասնագիտական կենտրոնում։ Կառավարության անդամները նիստին ներկայացել են կրծքագեղձի դեմ պայքարի իրազեկման կրծքանշաններով, քանի որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հոկտեմբերի ընթացքում շենքերը լուսավորելով տարբերանշաններով նախարարությունը հիշեցնում է կանանց հետազոտման եւ իրենց տարեկան կանխարգելիչ հետազոտությունները անցկացնելու վերաբերյալ։ Ժամը 23-ի սահմաններում Էրեբունու իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մարմնական սուր կտրող ծակող գործիքների վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։ Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ Շենգավիթի բաժնում են ստացել, որ մեկ քաղաքացի է մարմնական վնասվածքներով տեղափոխվել Շենգավիթ բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Հայաստանը ներկայացնող Մանվել Առաքելյանը Ալբանիայում անցկացված U14 շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ բաժանել 3/7-րդ տեղը։ Լրացուցիչ ցուցանիշներով Առաքելյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պատանի հայ շախմատիստը նաեւ 34.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։